Նոր ուսումնական տարում ծանրաբեռնված երթուղայիններ, կանգառներում էլ խցանումներ չեն լինի։ Սեպտեմբերից հասարակական տրանսպորտը կավելանա 100 ավտոբուսով եւ 150-ից 200 միկրոավտոբուսով։ Միկրոավտոբուսները փողոցում տարեստարի պակասում են, դրանց փոխարինում են հարմարավետ եւ ընդարձակ ավտոբուսները։ Եթե նախկինում մենք համարյա թե ավտոբուսներ չունեինք եւ կամ 300 պատեր հասնում 2011 թվականին, մենք այսօրվա վիճակով ունենք շուրջ 600 ավտոբուս։ Առաջիկա ամիսներին տրանսպորտը չի թանկանա քաղաքապետարանի տրանսպորտի վարչության եւ ճանապարհային ոստիկանության օրակարգում սեպտեմբերին անվտանգ երթևեկության ապահովումն է։ Մեկ ամսյա բարեկային ծառայություն կիրականացվի ինտենսիվ երթևեկության փողոցների հարևանությամբ գտնվող դպրոցներում։ Ոստիկանները այցելել են կրթօջախներ, ուսումնասիրել մոտակայքում գտնվող հետիոտնային անցումները, կատարել գծանմուշներ, վտանգավորները հանվել են վրաերթներից խուսափելու համար։ Կոչ եմ անում բոլոր վարորդներին միմիայն սթափ վիճակում գտնվել ղեկին եւ ավելորդ շտապողականություն չցուցաբերել։ Երեխաների մասնակցությամբ ճանապարհային պատահարները նվազել են։ Այս ամառ երեխաների մասնակցությամբ 123 պատահարի հետևանքով զոհվել է 6 երեխա, անցած տարվա համեմատ 4-ով պակաս։ Հայկուհի Ասատրյան, Ալբերտ Գալստյան, ժամլրատվական։